Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 12-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկը հայտարարել է. «Ինչ վերաբերվում է Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցմանը, մենք բազմիցս այդ մասին խոսել ենք և կարծում ենք, որ անդամակցությունը երկու ինտեգրացիոն միավորումներում միաժամանակ անհամատեղելի է, ինչ-որ փուլում Հայաստանի ժողովուրդը պետք է համապատասխան ընտրություն կատարի»։ Սա առաջի անգամ չի, որ Ալեքսեյ Ավերչուկը այս մասին ասում է, բայց ամեն անգամ այս խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնում է Եվրոպա։ Եվրոպայում գնում հանդիպում, այնտեղ հայտարարում է այնտեղից, որ ժողովուրդ ջան, ես Եվրամիության անդամակցության հայտ չեմ ներկայացնելու։ Եթե կգա մի ժամանակ, որ մենք այդ չափորոշիչներին կհամապատասխանենք, այդ ժամանակ կորոշենք դառնում ենք, թե չենք դառնում։ Իսկ քանի որ եթե դու ժամանակացույց չես հստակեցրել Եվրամիության հետ, քայլերի հաջորդականություն չես հստակեցրել, այդ եվրոպական չափանիշներին կարող է Նիկոլ Փաշինյանը արդեն փոքր թվերով չի խոսում, ինքը արդեն լուրջ թվերով 500 տարի հետո, 1000 տարի հետո, ինքը լուրջ թվերով է արդեն խոսում, չէ, 1000 տարի հետո կարող է մենք Եվրամիության անդամ դառնանք։ Այսինքն Ավերչուկը, որ դա զգուշացնում է, կարող է նույնիսկ չզգուշացնի էլ, որովհետև մենք գիտենք, որ դա այս պահին ուղղակի անհնար է։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր։ Նիկոլ Փաշինյանն ասում է մենք Եվրոպա չենք գնում, բայց Նիկոլ Փաշինյանին աջակից սազանդարները ասում են, բա դուք չեք տեսնում Հայաստանը Եվրոպայի հետ ինչքան ամերձեց է, դուք չեք տեսնում Եվրոպայի չինովնիկները ինչպես բարձր են գնահատում Հայաստանի քայլերը հետ ուղղությամբ։ Հայաստանը գնում է Եվրոպա, ժողովուրդ ջան, դուք եթե Նիկոլ Փաշինյանի ասածն եք ներկայացնում, այդ մարդը ասում է չենք գնում։ Կարճ անցնենք, որտեղ միջազգային լուրերը շատ են ու բոլորն էլ մեզ վերաբերվող, որ նորից էլի ձեզ թյուրիմացության մեջ ոչ մեկը չգցի։ Հայաստանը 4 տարի բանակցում էր Սերժ Սարգսյանի ժամանակ, որպեսզի ասոցիացման համաձայնագիր ստորագրի 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում։ Դա պետք է աներ Մոլդովան, Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը։ Չարվեց։ 13 թվականին մինչև նոյեմբեր ամսին հասնելը Սերժ Սարգսյանը մեզ տարավ Մաքսային միություն։ Այնուհետև նաև ԵԱՏՄ դարձավ, Մաքսային միությունից հետո արդեն ԵԱՏՄ ստեղծվեց ու Հայաստանը մտավ այնտեղ։ Վերջ դադարեցվեց այդ աշխատանքը, որը որ ասոցիացման համաձայնագիր եւ նրա անբաժանելի մասը խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր։ Դրանով առաջ կգնայինք, կդառնայինք թեկնածու, հետո էլ կդառնայինք անդամ։ Այդ էր ճանապարհը, որից մենք հրաժարվեցինք, որից Ուկրաինան հրաժարվեց, Ուկրաինայում տեղի ունեցավ իշխանափոխություն, մեր մոտ ոչ մի բան էլ տեղի չունեցավ, շարունակեց իշխանությունը Սերժ Սարգսյանը, ասես ոչինչ չէր եղել։ Եվ որից հետո ստացվեց այնպես, որ Սերժ Սարգսյանն ասեց մենք որոշել ենք եւ քաղաքականություն անենք, եկեք համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր ստորագրենք Եվրամիության հետ։ Դա խաբեություն է, որ դա եւ է, որովհետեւ ԵԱՏՄ-ն արդեն կառույց է, տնտեսական միավոր է, Մաքսային միությունն է, իսկ Եվրամիությունը այդ պարագայում արդեն համագործակցություն։ Այնինչ չէր հակասում ԵԱՏՄ-ին, այդ կարելի էր ստորագրել Եվրամիության հետ, կարելի էր ցանկացածի հետ ստորագրել, Աֆրիկյան ընկերության հետ էլ կարելի էր ստորագրել, որը չի հակասում ԵԱՏՄ-ին։ Այսինքն ուղիղ այնքան էր հնարավոր ստորագրել, ինչքանը չէր հակասում։ Դա եղել է 15 թվականի հունվարի 2-ից է Հայաստանը դարձել ԵԱՏՄ անդամ, հիմնադրվել է հունվարի 1-ից, մտածածին պատճառ գտան, հետ գցեցին, որ Հայաստանը հիմնադիր անդամ չդառնա։ Մերոնք գառան նման ընդունեցին այդ պայմանը, որ այսինքն մենք հիմնադիր անդամ չպետք է լինենք։ Մի օր հետո ենք միանում, որ հիմնադիրներն ելնեին Ռուսաստանը, Ղազախստանը, Բելարուսը։ Այդ ձևի են Հայաստանին վերաբերվել, որովհետև Հայաստանը լեղապատառ 4 տարի բանակցելուց հետո գնաց դեպի Մաքսային միություն, հետագայում ԵԱՏՄ։ Հիմա երբ որ Սերժ Սարգսյանն ասում է մենք 17 թվին համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր ենք ստորագրել են, այո,
դա պետքա չհակասեր այդ կետերը ԵԱՏՄ-ին։ Հիմա ԵԱՏՄ-ից անցել է 10 տարի ժողովուրդ ջան, այսինքն մի քանի օր հետո արդեն 11 տարի։ Դա նշանակում է, որ այն ինչ որ դու պարտավորություն ստանձնել ես ԵԱՏՄ-ում, եթե դու տեղ շատ խորանում ես ամեն օր, երեգել էր Նիկոլ Փաշինյանը խոսում ինտեգրացիոն գործընթացների ԵԱՏՄ-ի հետ կապված, դու նույնիսկ չես կարող այն ծավալի աշխատանքներ կատարես, որը խոստացել ես 17 թվին, որը որ վավերացումով 20 թվից ուժի մեջ համտե։ Դու չես կարող անգամ դա անել, որտեվ դա համաձայնեցված էր 15 թվի ԵԱՏՄ-ի վիճակով, իսկ դու 25 թվականին կամ արդեն հեսա 26 ենք մտնում, ինտեգրացիոն լրիվ այլ որակի հարաբերություն ունես ԵԱՏՄ-ի հետ, այսինքն բացառվում է, որ դու գնաս, մի օր հասնես Ճամփաբաժան եւ որոշես գնում ես Եվրամիություն, թե չէ, ոչ, դա ինքը կտրականապես փակում է։ Այդ բլեֆը ինքը ուղղակի անում է նրա համար, որ առաջիկա ընտրությունների ժամանակ ասի, ես ձեզ Եվրոպա եմ տանելու ժողովուրդ ջան, այդ ձայները որ տակ հանկարծ արևմտյան ուժերին, արևմտամետ ուժերին չտակ, ես իրականում անելու եմ, դա խաբեություն է։ Ինքը նույնիսկ չի էլ փորձում դա ասի։ Ինքը պարզ ասում է, մենք այնտեղ չենք գնալու։ Իրա փոխարեն են ասում, որ վաղը մյուս օրը հարցրի կասի, բա մենք չասենք, մենք անդամակցության օրակարգ չունենք։ Ես ինչ գիտեմ, թե ինչ որ մեկը ինչ կարծիք է հայտնում։ Մենք ժողովրդավար երկիր ենք եւ մեր սազանդարներն են տենց են իրանք կարծիք հայտնում։ Սա տարական խաբեություն է։ Այնպես որ ուզում եմ, որ մեկ անգամ եւս հասկանանք, հնարավոր չի խորանալ ԵԱՏՄ-ի մեջ եւ զուգահեռաբար գնալ դեպի Եվրամիություն, որ հասնել Ճամփաբաժան։ Ես ստիպված եմ ըլում ամեն անգամ սա ասել, որովհետև ամեն անգամ դե իրանք էլ են ասում։ Ընդ չստացվի իրանց խոսածածը լսեք, ասեք, այն բար ոնց որ կարող է հիմա արդեն ճիշտ են ասում։ Չէ, սա է իրավիճակը։ Տարական խաբեություն է, որը կարծում եմ, որ մեր ժողովուրդը շատ լավ էլ հասկացել է։ Իսկ հիմա նայենք ինչա կատարվում աշխարհում։ Կրեմլից հայտնում են, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Ըստ հաղորդագրության Ռուսաստանի նախագահը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին եւ աջակցել է Մադուրոյի կառավարության կողմից ազգային շահերի եւ ինքնիշխանության պաշտպանության քաղաքականությանը արտաքին ճնշման աճի պայմաններում։ Ով է Վենեսուելայի վրա արտաքինից ճնշում։ Կարող է պատահաբար Դոնալդ Տրամպը։ Բայց ինչ է անում Պուտինը։ Եթե Դոնալդ Տրամպը փորձի օկուպանտ Ռուսաստանին արդարացնի, նեղանա Եվրոպայից, ասի դուք սխալ քաղաքականությամբ եք գնում, ժողովրդավարության հարցը չեք կարողանում լուծել։ Օրինակ վերցրեք մեր այն անուշ աղբորից, Պուտինից, օկուպանտ, տերորիստ, որ 25 տարի իշխանությունը զավթել է։ Այն է իսկական ժողովրդավարը, ժողովուրդ ջան։ Բայց եթե դու այդպես անես, Ամերիկայի պատվի հետ խաղաս, Եվրոպայի քո գործընկերների դեմ հակադրվես նրանց հետ։ Ուկրաինայից մի կողմ քաշվեց, երբ որ Ամերիկան է եղել երաշխավորը։ Բան չի պիտի Պուտինը Մադուրոյին չաջակցի որ։ Եթե Պուտինը գիտի, որ Տրամպը իր հանձնարարությունները կատարում է, բայց Տրամպը ո՞ւս կրա Մադուրոյի վրա մատ թափտա։ Պուտինն ասում է, չէ, ընկեր ջան, ոտը դիր գազին, մենք ոնց ուզենանք, Տրամպը տենց էլ անելու է։ Պետք է լի մի հատ էլ կզանգենք Մադուրոյին սպիտակ տանը կընտունի, կասի շատ պինդ ու ուժեղ տղա է։ Այ հետը բանակցեցի, զգացի դժվար էլ կարողացա բանակցեմ։ Այն մարդ շատ ուժեղ տղա է։ Ես իրան սիրում եմ ու շուտով կարոտելու եմ, եթե չտեսնեմ։ Մենք դա գիտենք, ոչ այն նորություն չի։ Դա ինչի՞ց է գալի։ Երբ որ կանգնում ասում ես ես աշխարհի գործերին չեմ խառնվում, Ամերիկայի գործերին եմ խառնվում, եւ մեկ է կանգնում ասում ես Եվրոպա, դու պետք է Ռուսաստանի առաջ դռներդ բացես, պետք է Ռուսաստանին մտցնես համաշխարհային տնտեսություն, պետք է ինձ անես Ռուսաստանի հետ լավ լնես, բայց եթե չես խառնվում, մի խառնվի։ Հետո Եվրոպայից նեղանաս նրա ժողովրդավարությունից խոսաս։ Բայց սա է, եթե դու դիրքերդ զիջեցիր, անգամ Մադուրոյին քու դեմ են հանելու։ Այն Մադուրոյին, որ ասում եկեք նստենք խոսանք, երբ հրաժարական տամ։ Բայց սա գիտեք, չէ՞ որ սա դիտավորություն է։ Սա հատուկ է արվում, որ ասի ես ոնց ուզեմ, տենց կանեմ։ Դուք չեք տեսնում Տրամպի վերաբերմունքը։ Տրամպի համար ինչքան սկզբունքային է Վենեսուելան։ Պուտինը ժամանակ է գտել դեռ Ուկրաինայի հարցը չլուծված Մադուրոյին զանգի ու արտաքին ճնշումների հետ կապված իր զորակցությունը հայտնի։
Այսինքն այդ զորակցությունը որ հայտնեցին ինչ ես անելու Տրամպի դեմ չէ նա ուղղակի ուզում ասի իմացի դու այդ քո դիմացին է այդ ուժեղ տղեն չի ուժեղ տղեն ես եմ ու քեզ էլ ասում եմ դու էլ ուժեղ տղա ես որովհետև ես ոնց հանձնարարում եմ տենց անում են հիմա դեռ սա դաշ չի լինելու Դոնալդ Տրամպին կամ իր կողքի մարդկանց որ ասեն ընկեր ջան դու ինչ ես անում քո նպատակը որն է դու չես հասցնի Ամերիկան դարձնես Ռուսաստան չես հասցնի չունես դու այդ հնարավորությունը չես կարա Ռուսաստանին փրկես Ռուսաստանը խայտարակ վիճակի մեջ է Պուտինն արդեն այսօր լացուկոցը դրած ասում է Ավելացված արժեքի հարկը որ 22% ենք բարձրացրել 26 թվի համար հուսանք դա ժամանակավոր է այսինքն հետո վիճակները կդզվի բայց հարց է ծագում եթե դու ընդունում ես որ դա ստիպված ես անում դա նշանակում ընդունում ես որ քո երկրի վիճակը վատ է բա մեծ խոսում ես այս կանեմ այն կանեմ դուք կտեսնեք ինչ եմ անում Մի խոսքով Մադուրոյի թեման ինձ թվում է հասկացա, գոսա ապտակի նման բան է, ժողովուրդ ջան, հույս ունեմ, ես չգիտեմ, ես Երևանում վիրավորվում եմ, չեմ հասկանում, Ամերիկայում հեչ մեկը չի վիրավորվում այս վերաբերմունքից։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բացատրել է, թե ինչու է Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցելու հարցը բարձրացվում ԱՄՆ-ի հետ խաղաղ բանակցություններում։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Եվրամիության Ուկրաինայի ապագա անդամակցության հարցը կախված է ոչ միայն եվրոպացիներից, այլև ամերիկացիներից։ Եթե մենք համաձայնության գանք համաձայնագրի շուրջ, որը կսահմանի, թե երբ է Ուկրաինան դառնալու Եվրամիության անդամ, ապա ամերիկացիները որպես այս համաձայնագրի կողմ կանեն ամեն ինչ, որպեսզի մեր եվրոպական ինքնությունը չարգելափակվի Եվրոպայի մյուս անդամների կողմից, որոնց վրա նրանք ազդեցություն ունեն, պարզաբանել է Զելենսկին։ Այսինքն Ամերիկային ասում է ուզում ես խաղաղություն, Եվրամիության անդամակցությունը ընդունում է կոնսենսուսով, բայց կարող է Հունգարիան, կարող է Սլովակիան գլուխ բարձրացնեն եւ վետո դնեն, ասեն մենք չենք ուզում Ուկրաինան դառնա Եվրամիության անդամ, որովհետեւ նրանք միաժամանակ ծառայում են երկու տիրոջ Ռուսաստանին եւ Ամերիկային, իսկ հիմա առանձնապես խնդրեմ չունեն, որովհետեւ երկու տերը իրար հետ են, արդեն իրանց համար գործը հեշտացել է։ Հա, բայց հիմա էլ Ուկրաինան ասում է ուզում ես խաղաղություն, դու ունես այդ լծակները, որ քո քութիկներին ասես, որ գիտեք ինչ, պետք է Ուկրաինան դառնա Եվրամիության անդամ։ Ու նույնիսկ Եվրամիության անդամ դառնալը նույնիսկ վիճելի տարածքներով դա խոչընդոտ չի, որովհետեւ դա չի նշանակում, որ Ուկրաինան պետք է իր գրաված տարածքներից հրաժարվի, որ Եվրամիության անդամ դառնա։ Դա փաստացի տարածքով ինքը կարա Եվրամիության անդամ դառնա, հետո վիճելի տարածքների հարցը լուծի։ Դա իսկ Ուկրաինայի հետ ժամանակացույցը մինչև 2030 թվականն է, իսկ Եվրոպարլամենտն ասեց ուզում ենք, որ ավարտենք մինչև 2029 թվականը, որտեղ իրանց հնգամյա ժամկետն ավարտվում է 29-ին, իսկ Ուկրաինան էլ խնդիր է դնում, ասում է մենք գտնում ենք, որ մենք 2027 թվականի հունվարի 1-ից արդեն պատրաստ ենք։ Ու որպեսզի նման պրակտիկա կա, դա էլ ասեմ, 2004 թվականի մայիսի 1-ին Կիպրոսը դարձավ Եվրամիության անդամ, բայց դու գիտեք, որ այնտեղ 4 մասի բաժանված երկիր է։ Մի մասը հյուսիսային Կիպրոսը թուրքերի տիրապետության տակ, մի մասը ՄԱԿ-ի վերահսկողության ներքո, մի մասն է Մեծ Բրիտանիայի բազաների տեսքով է տարածքների վրա, բայց դա չխանգարեց, որ Կիպրոսը դառնար Եվրամիության անդամ, ասել ավելի լավ է ես փրկեմ այն կտորը, որը որ կա, վաղը մյուս օրը վիճելի տարածքների հարցը ինչ ձևի լուծում կգտնվի, չսպասենք մինչև այդ վիճելի տարածքների հարցը լուծենք, այլապես այդ մնացած հարցը նորմալ ապագա չի ունենա։ Դրանով երբեք իրանք չեն հրաժարվել իրանց տարածքներից, բայց եւ միևնույն ժամանակ գոնե եղածը փրկել են, դարձել Եվրամիության ընտանիքի անդամ եւ ուշադրություն դարձրեք նրանք, ովքեր շատ դեպքերում ասում են, որ դե Եվրոպայի տարածքում չի Հայաստանը, բա ոնց եք պատկերացնում, քարտեզի վրա նայողը կարող է մտածի, որ Կիպրոսը Եվրոպայի տարածքում է։ Միջերկրական ծովի արևելյան ափի մասը Եվրոպայի տարածքում է, հա կարող է իրանք իրանց եվրոպացի հաշվեն, բայց չգիտենք մենք Եվրոպան Ասիայից ինչով է տարբերվում, ոնց հանցնում այդ գիծը հանցնում է Կիպրոսի վերևով, ոչ թե Կիպրոսի տակով, մի բարդ բան չի հասկանալու համար,
Բայց նույնիսկ այդ պարագայում այդ բացառությունը արել են, որտեղ հիմնականում հունական բնակչության տարածքը միջերկրական ծովում բավական առանցքային դերակատարություն ունեցող։ Սա ասում եմ նաև նրանց համար, որ ասում են, բա Հայաստանը ո՞նց կարա Եվրամիության անդամ դառնա։ Կարող է դառնա Եվրամիության անդամ։ Որևէ խնդիր չկա, եթե այդ որոշումը կայացվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է. ես ապամիջուկայնացման մասին խոսել եմ Չինաստանի հետ, ես այս մասին խոսել եմ Ռուսաստանի հետ եւ կարծում եմ, որ դա այն բանն է, որը մենք կցանկանայինք անել եւ նրանք կցանկանային դա անել։ Ուրեմն շատ ահավոր ժամանակավրեպ բանը նորից հերթական անգամ բարձրացնում Դոնալդ Տրամպը, դա իրան չի հաջողվելու։ Տարիներ առաջ նման փորձեր արվել է սպառազինության կրճատման հետ կապված, միջուկային զենքի հետ կապված, շատ բաներ դեռ խորհրդային միության ժամանակ, որից հետո նաև Ռուսաստանի, բայց դրանք այլ ժամանակներ էին, այլ իրավիճակ էր։ Դոնալդ Տրամպը երևի իր մեջ այնուամենայնիվ մտածում է, որ եղել է այդպես բան, որ Ամերիկան նման բաների հասել է, շատ թույլ է իր արգումենտները։ Առաջին Հիմա միջուկային զենքի հետ կապված այն երկրները, որոնք ունեն եւ տեսնում են միջուկային շանտաժի դերակատարությունը աշխարհում, այն էլ էս անկայուն աշխարհում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հետաքաշում ու չես հասկանում ինչ անում, մի օր ասում է, այս բանը սենց կանեք, մի օր ասում է, ես ձեր հետ գործ չունեմ, իմ ժողովրդին եմ պահելու, եւ այս պարագայում կարող է ինքը կարողանա որևէ մեկին ասի միջուկային զենքից դի հրաժարվես, այսինքն Ֆրանսիային պետք է ասի, դու պետք է չունենաս, ինքն է պետք է ասի, եղավ մեծ աղբեր։ Դու կանգնի մեզ ժողովրդավարություն ցույց տուր, ես էլ միջուկային զենք չունենամ։ Ոնց է ասելու դա։ Կամ ով է ասել, որ Ռուսաստանը համաձայնվելու է։ Ռուսաստանը իր երկրի հերն անցել է, բայց աշխարհին շանտաժանում միջուկային զենքով։ Այն աշճանի, որ արդեն Դոնալդ Տրամպին էր շանտաժանում, նա էլ ասում է, գործ չունեք, այն մարդ, գործ չունեք այդ Պուտինի հետ։ Թուրք կեցակին, այսինքն կդնի կպայթացնի։ Ինչը Ռուսաստանը միջուկային զենքից որ հրաժարվի։ Իր երկրի վիճակը Տրամպը տեսել է, թող մի օր գնա մի հատ էքսկուրսիա էլի, ասի մի հատ ինձ տար, Մոսկվայից մի քիչ դուրս տարածքները ցույց տուր։ Մի հատ տեսնեմ էլի այդ երկրի վիճակը ինչ է, որին տենց ուզում եմ ատամներով փրկեմ, չի կարող Դոնալդ Տրամպը Ռուսաստանին փրկի։ Ռուսաստանի ցուցանիշները դրել են Պուտինի դեմը, պատերազմով ուզում էր իրավիճակը փոխի 22 թվին։ Իր երկրի վիճակը անհամեմատ ավելի վատ է, քան 22 թիվը։ Իսկ 22 թվին ինքը հասկացավ, որ լուծում չունի խնդիր, իրան պատերազմը պետք, որ ժողովրդին մոբիլիզացնի, որտեղ սոցիալական խնդիրներ չի կարողանում լուծի։ Եթե այսօր էլ պատերազմը դադարեց, Ռուսաստանը այնքան ժամանակ պետք, որ ինքը վերադառնա 22 թվականի վիճակին, որը չի էլ կարող, որովհետև Եվրոպան չի թողել Ռուսաստանին, սանկցիաները շարունակելու է եւ ամեն ինչ անելու է, որ այդ վտանգը չեզոքացվի։ Այսինքն ուզեմ ասեմ հիմա այն ինչ որ ասում է Դոնալդ Տրամպը, նախ Չինաստանն էլ չի համաձայնվելու, Ռուսաստանն էլ չի համաձայնվելու, մնացած երկրները նույնպես չեն համաձայնվելու։ Իրանը այսօր ասում է հարված էլ էս միջուկային օբյեկտներին, վաղը նորից հարստացնելու են, բա որ հանկարծ թաքուն հարստացրեց, դու էլ միջուկային զենքը վերացրեցիր։ Իրանն էլ միջուկային զենք ստեղծեց ու գցեց առաջինը Իսրայելի վրա, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, միջուկային զենք չունենալով։ Այդ ինչով ես վախացնելու Իրանին, որ ինքը չհարվածի Իսրայելին։ Ոնց ես դեմը առնելու։ Կամ ասիկա ով է ասել, որ դու եթե Ռուսաստանն ու Չինաստանը համաձայնվեցին, Հյուսիսային Կորեան իր զենքերը վերացնելու է։ Այսօր դա չի աշխատելու։ Դոնալդ Տրամպը ուղղակի զբաղմունք է գտել, երևի ուրիշ թեմաներով խոսում է, չի ստացվում, գոնե ասում է սա ինձ խոսան, որ դե Ժորժ ջան, ուզում եմ աշխարհը խաղաղ լինի։ Աբսուրդ է դա։ Դու վերականգնի Ամերիկայի հեղինակությունը, եթե ցանկանում ես, որ աշխարհում լինի գոնե նորմալ տանելի աշխարհակարգ եւ նաեւ բևեռներ ստեղծվելու, այլ ոչ թե մտածես Ռուսաստանի, Չինաստանի դուր միջուկային զենքը պակասացնենք, դրանով նախ քու պաշտոնավարման ժամանակ դու դրան հաստատ չես հասնի։ Դա նշանակում է ինչ ես քննարկում։ Մի բան, որ դա չես հասցնի, նույնիսկ թուղթ ստորագրես քու պաշտոնավարման ժամանակ, այդ աշճանի հասունացած չի լինի։
Իսկ հիմա շարունակությունը նայենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը կարծիք է հնչեցրել, որ կարգավորման մերձավոր արևելքում չէր հաջողվի կարգավորում հասնել, եթե ԱՄՆ զինված ուժերը հարվածներ չհասցներ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի իրանական միջուկային օբյեկտներին։ Տրամպի կարծիքով Իրանը կարող է փորձել շարունակել իր միջուկային ծրագրի իրականացումը, նրանք վերականգնման համար շատ ժամանակ կծախսեն, բայց եթե նրանք ցանկանում են նրա վերականգնումն առանց մեր հետ գործարքի, մենք այն ևս կոչնչացնենք։ Մենք կարող ենք շատ արագ ոչնչացնել նրանց հրթիռները, հաստատել է ԱՄՆ նախագահը։ Այսինքն այս միջուկային զենքը աշխարհում վերացնող Դոնալդ Տրամպը մտածում է, որ եթե դու Իրանին խփեցիր, Իրանի այսօրվա լաբորատորիան էլ վերացավ, բայց իրանք գաղտնի ձևով հիմա գործեր են անում, գիտնականներ ունեն, որոշակի իրանց տեխնոլոգիաները ունեն։ Վաղը մյուս օրը դու միջուկային զենքդ վերացնում ես, իրանք ստեղծում են, ինչ ես անելու։ Իրանն է արդեն Ամերիկային թելադրելու, բթա մեզ պետք է տենց մոլորակի վիճակը։ Այսինքն մենք սպասում ենք Ամերիկան իր դիրքերն ամրապնդի, Ամերիկան քննարկում է, որ հայես թույլ չեմ տա Իրանը ստեղծի։ Այսօր էլ հարվածեցիր գործարանին, վաղը դու միջուկային զենք չունես, վաղը ինքը ստեղծեց, ինչ ենք անելու։ Աշխարհն ավելի անվտանգ է լինելու, որ Պակիստանը մաթթափ տա, որ Իրանը մաթթափ տա, հա։ Հյուսիսային Կորեա։ Էտա։ Մանավանդ որ գիտենք, որ դա չի լինելու։ Իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մոսկվան մակում սերտորեն համագործակցում է Թեհրանի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ եւ իհարկե մենք սերտ կապի մեջ ենք բոլոր կարևոր միջազգային հարցերի շուրջ, այդ թվում իրանական միջուկային ծրագրին վերաբերվող բոլոր հարցերի շուրջ։ Դուք գիտեք մեր դիրքորոշումը, մենք աջակցում ենք Իրանին մակում, ասել է Պուտինը։ Սա ինչ է համարը, սենց ընդգծված ձևով ասում Տրամպին լսել տալու համար։ Դու ես պատրաստում Իրանին միջուկային օբյեկտներին հարված հասցնել, նախագահ ատոմը մշակելու հետ կապված, զարգացնելու հետ կապված լրիվ իրավունք ունի ՄԱԿ-ի որոշման հիման վրա, եւ Ռուսաստանն էլ լավ գիտեք, որ լավ էլ օգնում է Իրանին։ Այսինքն ինչ է ստացվում։ Մի օրվա մեջ, մի քիչ տարօրինակ չի, Պուտինը զանգում է Մադուրոյին եւ Պուտինը Իրանին ասում է Ամերիկան, որ քեզ վախացնում է, ես քո թիկունքին կանգնած եմ։ Ռուսաստանը հիմա այն վիճակին է, որ կարա Իրանի թիկունքին կանգնի ու Վենեսուելայի։ Չէ, Ռուսաստանը Իրանին ասում է չվախենա, ժողովուրդ ջան, ես գիտեմ, ինքը իմ մոտ մարդիկ էր ուղարկել, եկել էին, ասում էին, որ ասա մեծ աղբեր ինչ անենք, ասա անենք, ասա ինչ հանձնարարես, գնանք Տրամպին ասենք, մեզ ուղարկել է քո հանձնարարությունները գրառենք, բայց դրա համար է անում։ Քանի անգամ է պետք ասել, ժողովուրդ ջան, որ եթե դու այտենց վարվեցի, դու չես կարող Իրանին կարգի հրավիրես։ Որովհետև արդեն Իրանի թիկունքին կկանգնեն, վաղն է Չինաստանը կասի Իրանի հետ գործ չունես։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը ուկրաինական կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին հայտարարել է, դա իրականում չի ազդի Միացյալ Նահանգների վրա, եթե այն դուրս չգա վերահսկողությունից։ Նման բաները կավարտվեն երրորդ համաշխարհային պատերազմով։ Օրերս ես ասել էի, որ եթե բոլոր շարունակեն խաղալ այս խաղերը, կհայտնվենք երրորդ համաշխարհային պատերազմում եւ մենք չենք ուզում դա տեսնել։ Չես էլ տեսնի, որտեղ երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի։ Պուտինը իր միջոկային բլեֆով վախացրեց, արդեն ծաղրի առարկա դարձավ։ Հիմա տեսնում ես, որ Պուտինը չի կարողանում աշխարհին վախացնի։ Հիմա Դոնալդ Տրամպը ուզում է Պուտինին փրկի։ Ինքն առավոտից իրիկու դնում վախացնում երրորդ համաշխարհային պատերազմով, ինքը ալրջանում է մենակ նրա համար, որ Պուտինին լրջացնի։ Չի ստացվելու, ժողովուրդ ջան, հիմա էլ դու ես դառնում ծաղրի առարկա։ Ինչ երրորդ համաշխարհային պատերազմ։ Եթե երրորդ համաշխարհային պատերազմ ասող մարդը գոնե հետ դառնար նայեր, թե երկրորդ համաշխարհային պատերազմին քանի պետություն է մասնակցել։ Կասես կարող է սկսվի երրորդ համաշխարհային պատերազմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմը երկու հզոր բևեռի էր բաժանված։ Հակահիտլերյան կոալիցիան, լա չեմ ասում, 51 պետություն էր։ Մինչև այդ մի մասը կար Գերմանիայի կողմից էր, հետո անցավ մյուս կողմը։ Դնում եմ մի կողմ։ Ի սկզբանե որ եթե որ սկսենք, գոնե 11 պետություն
3 պետություն ասենք Գերմանիան, Իտալիան եւ Ճապոնիան գումարած մի 8 սատելիտ պետություն էլ սկսելա պատերազմ էին կողմից բահակառակ կողմից քանի պետություն ա եղել ընդհանուր առմամբ 62 պետություն մասնակցել է այդ պատերազմին Դոնալդ Տրամփ կարող է ասել Պուտինի կողմից ով է մասնակցելու այդ պատերազմին որ դառնա 3-րդ համաշխարհային պատերազմ Մինչև այսօր ով է Հյուսային Կորեան մի քիչ տեխնիկա տվեց, մի քիչ էլ մարդ տվեց, հետո ասես խելքներդ գլուխներդ հավաքեք, ես տամ հետո ես ում հետ կռվեմ։ Այնքան թուլանան, որ հետո էլ բան լինի։ Հարավային Կորեան մտնի Հյուսային Կորեան վերցնի։ Ով չգիտի, որ Հարավային Կորեան, Հյուսային Կորեան կուտի հում։ Իր ռեսուրսներով էլ իր ամեն ինչով էլ վախը կա, որ միջուկային զենք ունի, երկիրը տոտալիտար երկիր է, ամեն ինչ կառուցած է ռազմական բանի հզորության վրա է դրած, բայց նա էլ շատ լավ հասկանում է, որ Չինաստանը կարա իրան կարգի իրավերի, շատ լավ հասկանում է, որ ինքը տենց ամենազոր չի։ Բայց այդ պարագայում հիմա մենք կոնկրետ այսօր մտածում ենք Ռուսաստանի կողմից ով է կռվելու, որ համաշխարհային պատերազմ դառնա։ Դոնալդ Տրամփ, եթե երրորդն ասում ես, երկրորդի մասին գոնե պատկերացում ունես, չի դառնալու երրորդ համաշխարհային պատերազմ։ Եթե երազ ես, տենչաս, մարդկանց համոզես չի դառնալու երրորդ համաշխարհային, չեն վախենում մարդիկ երրորդ համաշխարհային, որովհետև մարդիկ տարական գրագիտություն ունեն, գիտեն, որ կողմերը պետք, որպեսի համաշխարհային պատերազմ դառնա։ Այս կողմը արևմուտքն օգնում է Ուկրաինային, այն կողմը ով է օգնում Ռուսաստան։ Կոնկրետ որ մտնի պատերազմի մեջ, չենք ասում կողքից զենք վաճառի, չենք ասում վարձկան տա որ գնան պատերազմ կռվեն։ Այլ կոնկրետ մտնի պատերազմի մեջ ընդդեմ արևմուտքի։ Ով է ալնելու Ռուսաստանի կողմից։ Բա ինչ երրորդ համաշխարհային պատերազմ։ Ռուսաստանը այսօր ստի կռվող չունի, որ Ուկրաինայում կռվի։ Այդ չեք ուզում նայեք։ Որտեղից կենտրոնական Ասիայից եւ Կովկասից ով քաղաքացիություն Աստանում պայմանագիրը կնքում են ուղարկում Ուկրաինա։ Արդեն նենց են անում, որ նրանցի չգան էլ։ Ասեն ախպեր շարից հեռու վեր կենանք հետ գնանք։ Բայց դրա փոխարեն գալիս են չինացիներն ու հնդիկները։ Իսկ չգիտեք, որ չինացիներն ու հնդիկները քաղաքացիություն են ստանում, նրանց չեն տանում Ուկրաինա կռվելու, նրանց այդ պայմանագիր չեն կնքում, որտեղ Չինաստանի ու Հնդկաստանի ղեկավարները Պուտինին ասել են ականջդ կփոկենք։ Չգիտեք։ Մեծ հարցրեք, բայց ո՞նց է ես գիտեմ դուք չգիտեք։ Որովհետև չինացին եւ հնդիկը պետք է գան Ռուսաստան, ոչ միայն այնտեղ տնտեսություն զարգացնեն, արտադրություն դնեն, հարկեր վճարեն, նրանք պետքա գան եւ աշխատուժ արտադրեն, չինացի ու հնդիկ, որովհետև դրանք աշխատող են, ժողովուրդ ջան, ռուսը խմում եւ չի աշխատում։ Վլադիմիր Պուտինը ռուսին կոտորում է, իբր թե ռուսներին է պաշտպանում, եւ ուզում է, որ չինացի եւ հնդիկ արտադրի Ռուսաստանում, որոնց սերունդը աշխատող կլինի վերջապես, չի խմի ու չգիտես ինչով զբաղվի։ Այդ չգիտեք, հա։ Որ արդեն այդ տարբերությունը կա, քաղաքացիություն ստացել ես չինացի ես, ուրեմն դու արտոնյալ ես, դու չես գնա կռվելու։ Հնդիկ ես, չես գնա կռվելու, հայ ես կգնաս կկռվես։ Ղազախ ես կգնաս կկռվես, որտեղ քաղաքացիություն է ստացել։ Երևի այդ մասին չգիտեք, ժողովուրդ ջան։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանելով Զելենսկու տարածքային հանրակրվեի առաջարկը նշել է. Նարկոֆյուրերը պարզապես միջնամատ ցույց տվեց Սպիտակ տանը, այս էլ ինադի ակցում էլի Սպիտակ տանը։ Բոլորը հասկանում են, որ Ուկրաինայում տարածքային հարցերի վերաբերյալ հանրակրվեն կդադարեցնի բանակցությունները։ Հենց դա է փորձում անել Կիևը։ Կիևի ծաղրածուն, որքան դեռ կհանդուրժես սա Ամերիկա, նշել է Կրեմլի, այդ իհարկե լրագրողը չի գրել, ես եմ ասում, նշել է Կրեմլի ծաղրածուն, այսինքն Մեդվեդևը։ Եթե որևէ մեկը մեկին ասում է Կիևի ծաղրածու, այսինքն դու 4 տարի ծաղրածուի հետ ես կռվում, հա։ Մենակ չասես Եվրոպան է պաշտպանում։ Եթե Ուկրաինան չկռվեր, Եվրոպան ինչ էր անելու, բանակ էր տալով որ կռվեին։ Այդ ժողովուրդը չի համախմբվել իր նախագահի շուրջ։ Եթե մեկին համարում ես ծաղրածու ու չես կարողանում 4 տարի նրան հաղթես, ծաղրածուն հիմա ով է։ Իսկ թերագնահատելը շատ վատ բան է։ Ինչ որ մեկն էլ էր Մակեդոնացուն թերագնահատում, թե այս երեխեն ով է։ Տեսանք այդ երեխեն իր գլխին ինչ դրեց։ Բայց ասեց, որ հիմացի, հա, եթե ինձ ասում ես երեխա,
Եթե հաղթես, ուրեմն երեխուն ես հաղթում, դու հաղթանակը ոչինչ չարժե, բայց որ պարտվես շատ մեծ խայտառակություն է։ Այսինքն հազարամյակներից եկած անգամ խոսքը կա, որ հակառակորդին չթերագնահատես, էլի, որովհետև բայդում հետ ես կռվում։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը պատասխանելով հարցին Վլադիմիր Զելենսկու տարածքային հանրաքվե անցկացնելու առաջարկի վերաբերյալ հայտարարել է. ամբողջ Դոնբասը ռուսական տարածք է, այսինքն ինչ է նշանակում։ Դուք չեք ճանաչում ՄԱԿ-ի կողմից անդամ պետության տարածքը, դուք չեք ճանաչում ձեր միջպետական փաստաթղթերը, չեք ճանաչում միջազգային փաստաթղթերը, որոնք որ ստորագրել եք, որով ճանաչել եք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Ինչ է նշանակում ռուսական, որ ժամանակվանից է ռուսական եղել, 1000 տարի առաջ, 2000 տարի առաջ, 5000 տարի առաջ, երբ է եղել ռուսական, որ հիմա դուք համարում եք, որ այդ իրավունքով կարաք վերցնեք, այդտենց որ վերցնեք, ցանկացած բան եք կարաք վերցնեք, ինչ որ ժամանակ, ինչ որ բան ձեր տարածքում է եղել, հետո այն որ լեհերն եկել էին նստել էին Մոսկվայում, այդ չեք հիշում, բայց ասում եք, բա հիշում եք ժամանակին մենք Լեհաստանը մեր կազմում էր, հա հիշում ենք, Ռեչ Պոսպոլիտանել ենք հիշում, որ աշխարհազոր էիք կազմել, որ գայիք Մոսկվայից հանեիք, էտել ենք հիշում, որտեղ պետություն չկար։ Էս է այս մարդկանց մտածելակերպը, ժողովուրդ ջան։ Այս մարդիկ խաղաղություն չեն ուզում, որտեղ եթե խաղաղություն ունենա, իրանց պետությունը ոնց են պահելու։ Ինչ է ասում Ուշակովը, մենք չենք տեսել ամերիկյան նախագծերի որևէ վերանայված տարբերակ, երբ տեսնենք դրանցից շատերը կարող են մեզ դուր չգալ, մեզ պետք է ցույց տան, թե ինչի շուրջ են ամերիկացիները համաձայնության գալիս, եվրոպացիների եւ ուկրաինացիների հետ ընդգծել Ուշակովը, այսինքն նույնիսկ եթե Ամերիկան մեծ դժվարությամբ Ուկրաինային համոզում է, որ գնա խաղաղության, Ռուսաստանն ասում է, համաձայն չէ, մախպեր, բա մենք ուրիշ բան ենք Տրամպի հետ պայմանավորվել որ մեր ասածը պետք է լրիվ անի, ոնց թե, այսինքն հիմա դուք հասկանում եք, որ Ռուսաստանը խաղաղություն չի ուզում, նա պատրվակ է պետք, որ խաղաղության չգնա, մենք Ռուսաստանի հետ ոնց ենք մեզ կոտորում, երեք Նիկոլ Փաշինյանը իր հավատարմության երդումներն էր տալի, այդ ամեն ինչը մեզ չի վերաբերվում, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտն ասել է. Տրամպը չափազանց հիասթափված է թե Ռուսաստանից, թե Ուկրաինայից, նա հոգնել է հանդիպումներից, միայն հանդիպումների համար նա գործողություններ է ուզում։ Հա բայց ով է մեղավոր, որ հիասթափվել է։ Նախընտրական ամբողջ քարոզությունը կառուցած էր նրա համար, որ հենց եկա 24 ժամ պատերազմը վերջացնելու է։ Եկավ մտավ հունվարի 20-ին պաշտոնը ստանձնեց, մինչև այսօր էսա մի տարին կլրանա ինչ է անում։ Մինչև այսօր չի կարողանում ձևը գտնի, որովհետև ասում են ընկեր, եթե ագրեսորին չպատժես, Ամերիկայի հեղինակությունը չվերականգնես, նոր աշխարհակարգ չլինի, վերջ չի լինելու, չես կարող խաղեր տալ Ռուսաստան հետ։ Հիմա ինչի՞ց ես հիասթափված։ Բա մի հատ ուրիշներն էլ հարցրու թե քեզանից ինչքան են հիասթափված էլի։ Այս ձևով հարցը չի լուծվելու։ Եթե մի պահ կանգնելու ես ասես, դե որ տենց է գնացեք ձեր հարցերը լուծեք, ինչ ուզում ենք անենք, եթե կգնան ինչ որ ձևով իրենց հարցերը կլուծեն, այդ դեպքում Ամերիկայի վիճակը ինչ է ալնելու։ Վաղը մյուս օր ինքը ոնց է հարաբերվելու աշխարհի հետ։ Որ ասեն ախպեր, բա դու մեր չկա իրես գործում, ինչ ես եկե խառնվում մեր գործերին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. տարածքային հարցերը կորոշի Ուկրաինայի ժողովուրդը, անկախ նրանից ընտրությունների թե հանրաքվեի միջոցով։ Ուկրաինացի ժողովուրդը պետք է դիրքորոշում արտահայտի, կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Այս պահին կարծում եմ շատ բան կախված է մեր զորքերից, ինչ կարող են անել ուկրաինացի զինվորները, որտեղ կարող են դիրքավորվել եւ որտեղ կարող են ոչնչացնել օկուպանտին։ Սա կազդի բանակցությունների վրա, ասել է Ուկրաինայի նախագահը։ Հիմա ինչ է հարցը։ Ռուսաստանը դել հանրաքվե է արել։ Ասել է Ղրիմը իմն է, զորքով գնացել օկուպացրել, նոր հանրաքվե է արել։ Այս տարածքներում հանրաքվե է արել Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիե, Խերսոն եւ գրել է նաեւ այն մյուս տարածքները մարզի ամբողջ տարածքը Իրան սահմանադրությամբ ամրացրել։ Այնտեղ որտեղ ինքը հանրաքվե չի արել, դա էլ է Իրան միացրել։ Հիմա ասում է դա իմ տարածքն է։
Բայց սահմանադրության մեջ գրած է, եթե դու ասում ես, որ հանրաքվեի արդյունքում ժողովուրդը ուզել է միանալ Ռուսաստանին, բայց այն տարածքը, որը որ քու կազմում չէր, դու տեղ հանրաքվե չես արել, նրանք ոնց են միացել Ռուսաստանին։ Հիմա Զելենսկին ասում է, ես իրավասություն չունեմ առանց հանրաքվեի տարածք հանձնելու։ Ներողություն։ Այդ նույն բանը մեր սահմանադրությամբ էլ կա, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ տարածքի հարցերի պետք է հանրաքվե անենք։ Հիմա ասում է բերեք հանրաքվե անենք։ Ռուսներն ասում են ո՞նց թե հանրաքվե։ Այսինքն այն տարածքը, որը իրանք չեն օկուպացրել, հանրաքվե անեք, որոշել մնան Ուկրաինայի հետ, ոնց կարելի է հանրաքվեին լսել։ Բայց այդ նույն հանրաքվեին ոնց կարելի է ձերին լսել, որ տարածքը օկուպացրել էիք, հանրաքվե եք անում։ Մի հատ նորմալ սուտ, գոնե գրագի այդ սուտ կարան ռուսներն ասեն, չեն կարա ժողովուրդ ջան։ Չեն կարա, որտեվ իրանց տեսակետը ճիշտ չի։ Ոնց է դա անցկացնելու։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների ժամանակ հրադադար հաստատել։ Մենք պատրաստ ենք աշխատել նախագահ Տրամպի հետ ցանկացած ձևաչափով։ Եվ եթե նախագահ Տրամպը ավելի շատ է խոսում Ուկրաինայում կայանալիք ընտրությունների մասին, ես ուզում եմ ասել, որ մենք կարող ենք փորձել անցկացնել ընտրություններ, Ուկրաինան չի թաքնվում ժողովրդավարությունից, հայտարարել է Զելենսկին։ Եվ հարցը նա է, որ այո, ասում է, եթե ուզում եք, Ռուսաստանի հետ հարցերը պարզեք։ Ընտրությունները հնարավոր կլինեն, եթե անվտանգությունն ապահովվի, եւ Ամերիկան կարող է օգնել այս հարցում ավելի շատ, քան որևէ մեկը։ Եթե անհրաժեշտություն կա ընտրություններ անցկացնելու, ապա պետք է կրակը դադարեցնել գոնե ընտրական գործընթացի եւ քվեարկության ողջ ընթացքում։ Եվ անկեղծ ասած, այստեղ Ուկրաինայում մենք կարծում ենք, որ Ամերիկան պետք է այդ մասին քննարկի ռուսական կողմի հետ, հայտարարել է Զելենսկին։ Եթե հիմա Դոնալդ Տրամփն ասում է ընտրություն արեք, պատերազմի ընթացքում ընտրություն արեք, ասում է, հա, արի զինադադար հայտարարենք, ընտրություն անենք։ Ասում է ոնց։ Բա զինադադար հայտարարեք, բա որ հանկարծ դուք կարողանաք ձեզ ավելի լավ հավաքեք, Ռուսաստանը չկարողանա ավելի լավ պատրաստվի ընտրություն, բա ոնց հալնելու։ Չէ, ասում է լավ, դու ձևն ասա, մենք անենք։ Հիմի պատերազմը շարունակվում, ասում ես չէ, Զելենսկին լեգիտիմ չի։ Ասում է արի ընտրություն անենք, դե նենց արա, որ կարողանանք ընտրատեղամաս գնանք կամ հավաքներ կազմակերպենք, ասում է ոնց, պատերազմը դադարեցնենք 2 ամիս, բա ոնց տենց կլինի, առանց խաղաղության։ Բայց մեզ խաղաղություն եմ ուզում ստորագրեմ, Զելենսկին լեգիտիմ չի։ Զելենսկին էլ ասում է արի ընտրություն կազմակերպենք, ով կընտրվի նա լեգիտիմ կլինի, ասում է ոնց, որ ընտրություն կազմակերպենք պատերազմը դատ։ Բայց ես Պուտինին ասել եմ, սպանելով, ջարդելով, առաջ արի, որ ես շանտաժ անեմ, ասեմ, ժողովուրդ չեք տեսնում, եթե խաղաղության չենք գնում, ավելի առաջ գալի Ռուսաստանը։ Մենք ով չի հասկանում, որ այսօրվա կոտորածը դա Դոնալդ Տրամփն է կազմակերպում Պուտինի հետ, ի՞նչ կա չհասկանալու։ Որտեւ ասում է գնա տար մարդկանց լցրու կարակի բերան մենակ գոնե մի կիլոմետր առաջ գնա որ ես արդարացնեմ ինչի եմ խաղաղություն ուզում որտեւ եթե չուզենք Ռուսաստանն ավելի առաջ գալի Ռուսաստանն էլ ընկել է այդ անում հիմա ասում է լավ դու ձևն ասա ինչ ես ուզում եթե Զելենսկին այսօր գնա ով է տաթորին նստի լեգիտիմ չի լինելու որտեւ պետք է ընտրվի որպեսի ընտրվի պետք է ընտրություն լինի որպեսի ընտրություն լինի պետք է խաղաղություն լինի Ասма պատրաստ եմ, ասма ոնց թե պատրաստ ես, բա տենց ոնց կլինի, դե հենց է հարցը էլի, տենց էլ կարծում են, որ Զելենսկին չի համաձայնվի, կասի չէ, քանի պատերազմը շարունակում ենք, ասեց չէ համաձայն եմ, դե եկեք անենք, իսկ խաղաղություն խոստացող նաև Հայաստանին, էդ էլ ուղղակի ես մի երկու օրը նորից տարածվեց, էդ էլ ասենք, Թայլանդի թագավորական նավատորմը ռազմածովային եւ ավիացիոն գործողություն է սկսել Կամբոջայի սահմանի մոտ, սահմանային հակամարտության վերսկսումից ի վեր ավելի քան 500,000 մարդ լքել է իրենց տները, անվտանգ վայրեր փնտրելով Թայլանդում եւ Կամբոջայում։ Սա այն էր, որ Դոնալդ Տրամփն ասեց, որ 8 պատերազմ դադարեցրել եմ, ամեն մեկի համար ինձ պետք է առանձին Նոբելյան մրցանակ տային։ Հիմա փաստորեն Կամբոջան եւ Թայլանդը արանքից դուրս եկան։ Հիմա մեկը պետք է գնա այն մի մրցանակը վերցնի, տակը մնա 7-ը։ Հիմա սա խոսում է նրա մասին, որ այդ խաղաղությունը դա այդպես զանգով խաղաղություն չի լինում։ Համի հատ էլ կզանգես, հետո ու դրանով ինչ է լինելու, դրանով աշխարհում խաղաղություն է լինելու, Ամերիկան իր դերակատարությունը կորցնելու է եւ մտնի մաքսային սանկցիաներով հարցերը լուծի։ Մաքսային սանկցիաներով ոնց ես հաղթելու, եթե դե մի երկիր կա 1.5 միլիարդ, մի երկիր կա 1.4 միլիարդ։
որ BRICS-ը իրար հետ 10 անգամ մեծ է, քան Ամերիկան, 3.4 միլիարդ 340 միլիոն դու են լծակը, որ ունես որպես Ամերիկա, քու ուժեղ կողմը, հետ ես քաշում, այնտեղ որտեղ դու ամենաուժեղը չես, առաջ ես գնում։ Վենեսուելան ունի ամենամեծ նավթի պաշարը, արդյունահանման ընթացքում շատ վատ է վիճակը, որովհետև դե որտեղից պետք է անի։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները այն Ամերիկան չի հետաքրքրում իր երկրի մասին մտածի, Վենեսուելան Ամերիկային կտա կանցնի, ցանկացած տեխնոլոգիայի հարցը գլուծի, էլ Ամերիկա որ երկիրը կդիմանա իր դեմ։ Այսինքն ամենափոքր հնարավորություն ունեցող արդյունահանող եւ ամենամեծ պաշար ունեցող Վենեսուելային դու ինչ ես պարտադրելու, եթե դու աշխարհակարգի քու դիրքերից հետ ես քաշվում։ Դրա համար ժողովուրդ ջան, երկելի բաներ կա, լավ ոչինչ էլ վաղը կանրադառնանք, ցանկացած հարց, որ թեկուս մի օր առաջ էլ հնչացել ուզում եմ անպայման ես իմ գնահատականը տամ, իմ վերաբերմունքն արտահայտեմ, դուք էլ իմանաք որն է ճիշտ, որն է սխալ, այս ամեն ինչը ուղղակիորեն մեզ հետ առնչվում է նրանով, որ մենք տեսնում ենք, չէ, հիմա այս իրավիճակում Հայաստանի իշխանության խաղերը, բալանսավորում է քաղաքական, ում հետ է բալանսավորում։ Եվրոպան բառից բուն իմաստով ամենամեծ լարվածության մեջ է Ռուսաստանի հետ։ Նույնիսկ Ամերիկայի հետ հարաբերությունը փչացնում, անգամ Տրամպը խոստովանում է, որ կոշտ զրույց ունեցավ Եվրոպայի ղեկավարների հետ, եւ դա նշանակում է, որ չեն զիջում այդ մարտիկ։ Այս վիճակում հնարավոր չի գնալ Եվրոպայի ամենաուժեղ պետության ղեկավարի հետ նստել պայմանավորվել, նա ասի ես պատրաստ եմ քեզ օգնեմ Եվրամիության հետ անդամակցության, կանգնես հարցազրույց տաս, ասես որ մենք Եվրոպա չենք գալի, գնաս Ռուսաստան։ Սա է հարցը, այս ամեն ինչը մեր բգին կանգնելու է, որտեղ այս անորոշության պարագայում նաև խնդիրները առաջանալու։ Այսօր արդեն տեսնում եք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ռազմական համագործակցության նոր փաստաթուղթ են ստորագրում, որը Միլի մեջլիսով անցկացնեն Ադրբեջանի, որ անվտանգային հստակ խնդիրներ լուծեն եւ ընդլայնեն հնարավորությունները Ադրբեջանի։ Ադրբեջանի հնարավորությունը Թուրքիան ընդլայնում է որում դեմ պայքարի։ Իրանի դեմ, հա, Ռուսաստանի դեմ, ում դեմ։ Չգիտենք որում դեմ է պայքարելու։ Իսկ մենք դրան ուշադրություն չենք դարձնում։ Դե մենք ինչ կո եղբայրություն է Թուրքիան ու Ադրբեջանը։ Կարող է Փաշինյանի համար եղբայրություն է, բայց Հայաստանի համար ու հայության համար։ Էսա վիճակը ժողովուրդ ջան, էսա մեր բալանսավորված քաղաքականությունը։ Հետո ասում են, բա հանգիստ կարակ ինչ է, միշտ լավ բաներ նկատեք էլի, հա, այսինքն մտածենք, որ մեր երկիրը խնդիրներ ունի, մենք ուղղակի որոշենք լավ բաներից խոսալ։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյա YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։